Եվ այսպես ուշադրություն սիրելի բարեկամներ, միացեք մեր ալիքին, սեղմեք հավանել կոճակը տեսանյութի տակ, իսկ մենք անցնում ենք առաջ։ Հանրապետության հրապարակում ցուցադրվում է Չինաստանի կողմից Հայաստանին վաճառված շատ գերհզոր բայրակտար անօդաչու թռչող պատկերացրեք ու իմացեք, որ դրանից ավելի հզոր անօդաչու թռչող մի հատ հսկայական թշնամիների համար հրեշ, օգտագործողների համար հրեշտակ։ Եվ էսա փոխվել երկրում, որ բանակ ունես դու այսօր անօդաչուներով, հզոր զինտեխնիկաներով եւ ոնց որ պետքա լինի 21-րդ դարի պետությունը, դու այդ ամեն ինչը ունես։ Կամ ցանկացած գյուղ, քաղաք մտնում ես, հասկանում ես ինչ էր 18 թվականից առաջ ու ինչա հիմա։ Եվ այս երկիրը առաջա շարժվում, այս երկիրը հզորանում է եւ այդ ամեն ինչը անում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչքան էլ իր քննադատները խոսան, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վրա գոռում է, նա ժողովրդի վրա երբեք չի գոռացել։ Ուղղակի ցանկացած մեկը, ովքեր լինեն Նիկոլ Փաշինյանի տեղը, որ այսքան բան անեն ժողովրդի համար, այսքան զրոյից երկիր են սարքում, այս թալանչիների ձեռքից երկիրը վերցրեցին ու սարքում են, ու մեկը հայտնվում է ու շատ վատ տոնով խոսում է վարչապետի հետ, ոչ թե հարց է տալիս, այլ վարչապետին փորձում է վիրավորել։ Մարդ ես, դու էլ կարող ես հունից դուրս գալ եւ քո պատասխանը այդքան էլ հանրային դրական արձագանք չստանա։ Բայց գլխավորը տեսնում ենք պետությունը առաջաշարժվում, բանակը հզորանում է եւ եթե ունես ուժեղ բանակ, որևէ պետություն ռիսկ չի անի քո վրա հարձակվել։ Իսկ Ադրբեջանը մեր վրա հարձակվեց, որովհետեւ ինքը 16 թվականին տեսավ, որ հայկական բանակը ունի շատ լուրջ բացեր, մի քանի տարում վերապատրաստվեց, ավելի ուժեղացրեց իր սպառազինությունը, արդեն դաշնակիցներ ման եկավ Պակիստանի, Բելարուսի, Իսրայելի, Թուրքիայի նման։ Աշխարհում որևէ պետություն չդատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավումը, որովհետև աշխարհը արդեն զզվել էր այդ խնդրից։ Հայկական կողմը աշխարհին զզվացրել էր, եւ ասեմ թե ինչու։ Անընդհատ լավ լուծման տարբերակներ առաջարկելով, հայկական կողմը վախենալով ժողովրդից, որ ժողովուրդը կվերկենա ու օրինակ 7 շրջանները եթե Սերժ Սարգսյանը հանձներ, ժողովուրդը կարող էր վերկենալ եւ Սերժ Սարգսյանին պատերով տալ։ Ինչի, որովհետեւ այս ժողովրդին պատմություն չեք սովորեցրել։ Դուք գնացել եք, ասել եք Արցախը Ադրբեջան է, բանակցել եք զիջումների մասին, զիջումներն էլ հողեր տալու մասին էր, եկել եք ժողովրդին ասել եք Արցախը մեր հայրենիքն է։ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն տեսնելով իրավիճակը, որ բանակցելու բան չի մնացել, կամ պատերազմն է, կամ էլ առանց պատերազմ Արցախի հանձնելը, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ առանց պատերազմ չի կարող հանձնվել այդքան արյուն թափած Վազգեն Սարգսյանի նվաճած հողը։ Դա ճիշտ քայլ էր, թե ոչ, գնահատեք ինքներդ։ Ցանկացած մեկը, որ լինեիք Հայաստանի ղեկավար, դուք Արցախ առանց պատերազմի կհանձնեիք Ադրբեջանին։ Իհարկե ոչ, դա կլիներ դավաճանություն, բայց որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է տարել Ադրբեջանի դեմ եւ ոչ հավասար պատերազմ, համ ներսից էին ոտքի տակը քանդում, համ դրսից Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանին ասում էին դավաճան։ Սրանք ժողովրդին մոլորեցնողներ են, ռուսական փողերով սնվողներ են եւ հունիսի 7-ին գնացեք ու վերջ դրեք նման ստոր ընդդիմությանը։ Սամվել Կարապետյանի թիմի ամբողջ սուտը, որը սահման չունի եւ որը անընդհատ ժողովրդին նյարդայնացնում է եւ նաեւ մեր կարծիքով սա ազգային անվտանգության ծառայությունը պետքա զբաղվի եւ զարմանում ենք թե մինչեւ հիմա ինչի արձագանք չի եղել։ Անընդհատ ամեն օրը մի քանի անգամ պնդում են, որ 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան բնակվելու, Նիկոլը արդեն պայմանավորվել է։ Նախ ասենք սա սուտ է, բայց նաև բացատրությունը տանք, տրամաբանդությունը տանք սրա, որ միայն սուտ ասելով չվերջանա, որովհետև սա շատ զզվելի սուտ է, սա նաև ազգային անվտանգության խնդիր է առաջացնում, որովհետև սա կոնկրետ խուճապ է առաջացնում Հայաստանի Հանրապետության ներսում, ինչը որ այո քրեորեն պատժելի արարք է։ Տեսեք,
ինչ օրինակ եմ բերում եւ դուք սա տեսնելով արդեն հասկացեք թե ինչպես են ձեզ ստում։ Լեռնային Ղարաբաղը գրավել է Ադրբեջանը շուտով կլինի 6 տարի։ Այդ տարիների ընթացքում այդ ճանապարհներ սարքեցին, տներ սարքեցին, դպրոցներ, ամեն ինչ սարքեցին, 10-ից 20 հազար ադրբեջանցի մշտական Ղարաբաղի բնակիչ չկա։ Ադրբեջանցիները վախենում են անգամ գնալ ապրել Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ չի մնացել, հայ չկա, որտեղ էլ կռիվ պատերազմ չի լինելու։ Սա էլ Կարապետյանի երևակայությունը տվել է, որ նրանք 300,000-ով այդքան համարձակություն են ունենալու գան Հայաստանում ապրել։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իշխանությունը թույլ կտա նման բան, բայց սա իհարկե ոչ մի իշխանություն թույլ չի կարող տալ։ Ես պատրաստ եմ այդ իշխանության դեմ մեծ ցույցեր իրականացնել եւ այդ իշխանությանը ամեն գնով հեռացնել իշխանությունից, բայց այդ իշխանությունը չկա, այդ իշխանությունը կարող է լինեք դուք, որովհետեւ դուք ավելի շատ եք խոսում դրա մասին, քան Ալիևը, եւ այդ շատ խոսալով հողեք նախապատրաստում դրա համար, որ գաք իշխանության, ասեք Նիկոլը արդեն ստորագրել էր նման բաներ ստեք եւ 300,000 ադրբեջանցի հենց դուք բերեք Հայաստանի Հանրապետություն։ Ես սա չեմ բացառում, բայց բացառում եմ այն, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է կամ կբանակցի ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին։ Մեր տեղեկություններով այս ստերը, այս մեխանիզմները, թե ոնց պետք է ժողովրդի միարդերի վրա ազդեք, փոխանցվում են Մոսկվայից, հատուկ ծառայության կողմից, լղոզվում են մամուլում այս թեմաները եւ ընդդիմադիր դաշտը այս թեմաները ըստ իրենց վերցնում է մամուլից։ Մենք չգիտենք իրանք Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ ուղիղ են աշխատում թե ոչ, բայց իրենք խոսում են այն ամեն ինչը որ պետքա խոսել ռուսական շահերի համար, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսական իշխանություն գա։ Այս երկիրը էլ գոյություն չի ունենա որպես Հայաստան, ոչ մի բան չի լինի, ոչ թռիփ կլինի, եթե թռիփ չեղավ կլինի պատերազմ։ Եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության եւ թռիփ չլինի, կլինի պատերազմ եւ միգուցե Սյունիքի մարզը կորցնենք։ Իսկ ինչի թռիփ չի լինի, որովհետեւ իրենք փորձում են թռիփում ներքաշել Ռուսաստանի Դաշնությանը։ Ամերիկան կասի ես այսքան ձեր համար կոպիտ ասված վիզ դնեմ, ձեր համար բերեմ խաղաղություն, ձեր հարցը լուծեմ, որ ոչ մի պետություն չէր անում, այդ թվում նաև Ռուսաստանը, դուք ռուսներին բերեք իմ արած գործի վրա, ինձ շեֆ դնեք կամ իմ հետ հավասարեցնեք նրան։ Ամերիկան դուրս կգա, Ամերիկան կաջակցի Ադրբեջանին, Եվրոպան կաջակցի Ադրբեջանին եւ դուք կմնաք, նույնիսկ Ռուսաստանը ձեզ չի օգնելու, որտեղ Ռուսաստանը արդեն ատում է հայ ժողովրդին։ Դա տեսնում ենք Լարսում կատարվող իրավիճակով։ Եվ այսքանից հետո դուք գնացեք որոշեք թե ում եք ընտրելու, նաև կխնդրեմ, որ այս եթերը շատ տարածվի, որպեսզի մարդիկ տեսնեն ու հասկանան, թե ինչից հետո ինչն է գալիս, եւ շատ նման եթերների համար միացեք մեր ալիքին ու սեղմեք հավանել կոճակը։